Նախ առաջի հարցը բանն էր, private protected եւ այլն, եթե կարանք իրենք կպնենք բանով, անունով, էլ իմաստը որ նա, եթե անվտանգությունն էր պահը, չէ։ Այդ շատ ճիշտ ես ասում, ահավոր ճիշտ ես ասում, ու այն ավելի խորքային ցածր մակարդակի լեզուների մեջ, ասենք C++, այդ տեղին լավ սարքած է ամեն ինչ, էլի, որ անվտանգ լինի, private ունենաս, public ունենաս, protected ունենաս, այդ սաղ տեղին դրած է։ Մեր մոտ այդ ոնց որ մի հատ մեծ բացասական կողմ է, էլի Python-ի, որ այդ պրոստը չկա, էլի։ Իրական տենց անվտանգության բան չկա Python-ի մեջ, էլի։ Որտեվ հա, հանգիստ կարաս կպնես private attribute-ին, արժեք նայես, շատ հասարակ ձևով արվում, տակի գծիկ կլասի անուն, հետո անունը վсё, դրանով ամեն ինչ արդեն եղավ, էլի։ Ինքը ավելի շատ հիմա ոնց որ Python-ում դեր խաղում է նրանով, որ այդ օրինակ այդ անունը որ փոխում է, այդ օգնում է նրան, որ ոնց որ հանկարծ չգաս վերցնես արժեք, որ չպետք է վերցնես, այլ հենց լավ գիտակցված քայլ լինի, էլի, որ տակի գծիկ դնես, հետո կլասի անուն, հետո ատրիբուտը, որ հանկարծ պատահական, sense ասած, չգաս բռնես այն, ինչ պետքա չունենայիր, ու նաև ոնց որ որպես պայմանավորվածություն է աշխատում, էլի, ասենք փոփոխականի կողքը տակի գծիկ դնելը ոչ մի բան չի ազդում, ոչ մի բանով չի ազդում փոփոխականի հասանելիության վրա, բայց եթե ծրագրավորողներով պայմանավորվել ենք, որ այս է նշանակում ասենց, մենք իրար մեջ գոնե իմանում ենք, որ եթե սենց է դրած, ուրեմն ակնկալում ենք, որ սա պետքա, սրա հետ պետքա վարվենք նենց, իբր ինքը իսկականից պաշտպանված լիներ կամ բան լիներ, կամ գաղտնի լիներ, էլի։ Okay, բայց մի հատ սենց հարց առաջացավ, հիմա եթե այդ ավելի խորը լեզուներում ինքը տենց իրոք այդ ամեն ինչը պահվում է, այսինքն դու private-ի դեպքում տարբերակ չես ունենում, սենց ասած, տարբերակ ունենալու համար ինչ-որ ձևեր կա եւ այլն վերջը, հիմա ուզում եմ հասկանամ ինքը ոնց որ ապահովությունը ինչի՞ց է ապահովում, այսինքն դրսի ինչ-որ, չգիտեմ, վիրուսներ կլինի կամ ինչ կլինի, հակերները ջարդեն եւ այլն, այդպես բաներից է ապահովում, թե զուտ որ ինչ-որ մեկը մեր կոդի հետ աշխատելուց կամ իրանից օգտվելուց չմտնի, չփոխի դրանք այդ պայմանավորվածության շնորհիվ։ Հա, դե այնտեղ պայմանավորվածություն չկա, այնտեղ պրոստը չորով չես կարող մտնես, եթե տենց սահմանվել է։ Ու հա, ոնց որ բան անում, էլի, կտրում է քո մուտքը, օրինակ եթե կլասից դուրս մուտքը կտրում է, այսինքն եթե ես մի հատ չոր կարևոր կլաս եմ գրել, ինքը սենց ձևերով աշխատում է, ու իր մեջ ասենք ինչ որ մի հատ գաղտնաբառ է պահվում, ես գրել եմ այդ կլասը, ես օգտվում եմ։ Հիմա եթե ուրիշին տամ այդ կլասից օգտվի, եթե ուզենամ իրեն կտրեմ ուղղակի հնարավորությունից, որ ինքը գա ու տեսնի իմ այդ գաղտնաբառը փոփոխական է, էլի։ Այսինքն հա, ոնց որ դրսից օգտագործողների համար մուտքերը փակում է, էլի։ Այդ կլինի ոնց որ hacker, թե կլինի պրոստը սովորական մարդուն կլասը տվել ենք, մենք հստակ կարողանում ենք ասենք, էլի, ինքը ինչից օգտվի, ինչից չէ։ Ես իրականում ոնց որ նշեմ, որ չեմ առնչվել, ես ինքս անձամբ չեմ առնչվել, էլի, տենց տեղին էնկապսուլյացիայի, որտեղ ես մենակ Python-ով եմ կոդ գրել, մեր մոտ տենց խաղալիք վերցիան է, էլի դրա։ Դրա համար մի քիչ դժվարանում եմ, էլի, հենց պրակտիկ ասեմ, ինչ դեր է խաղում։ Բայց ընդհանուր իր կոնցեպտը է դա, էլի։ Հասկացա, այսինքն որ ասացիք մենակ Python-ով, այսինքն եթե OP ենք օգտագործում, Python-ից բացի ինչ-որ ուրիշ բաներ ենք օգտագործում այդ դեպքում, թե ոնց։ Երբ որ OP ենք օգտագործում, այսինքն մեր խնդրի համար, եթե մեզ OP է պետք ու Python-ը չունի էնկապսուլյացիա, ուրիշ բան ենք օգտագործում, թե չէ, այդ էր հարցը։ Չէ, առհասարակ նոր որ ասացիք բանը, եթե ես բանը չեմ գործի մեջ չեմ առնչվել տենց խորը բանի եւ էնկապսուլյացիայի բանի որ պետք գա, պրոստը Python եմ օգտագործել։ Այդ բանը ուզում հասկանամ էլի ինքը ոնց որ տենց Python եմ օգտագործել, այսինքն Python-ում բանա ոնց որ
օգտագործելու դեպքում ինչ-որ ուրիշ բաներ են օգտագործում հետը, թե ոնց։ Հա, հասկացա հարցը։ Չէ, ես ավելի շատ ոնց որ նենց խնդիրների վրա եմ եղել, որ Python-ի այս խաղալիք ոնց որ sense ասած ջենտլմենների միջև պայմանավորվածության վրա աշխատող էնկապսուլյացիան բավարար է եղել լրիվ։ Բայց ենթադրում եմ, որ ինչ-որ լավ լուրջ պրոյեկտ եթե լինի, որ իսկականից է դրանք տենց քրիտիկական կարևորության բաներ են, այդտեղ մենակ Python չի օգտագործվի, էլի, այդտեղ հենց տենց կտորների համար կօգտագործվեն են ավելի, sense ասած ավելի լուրջ լեզուներ է, էլի, ավելի խորը լեզուները։ Բայց ոնց որ Մեկ է մի շատ հատ sense հա եթե օրինակ ինչ-որ բան ենք անում, չգիտեմ, ինչ-որ password ենք ուղարկում, ենթադրենք, կամ ինչ-որ նամակ ենք ուղարկում, որ պիտի հենց ասած այդ նամակը բնականաբար չենք ուզի, որ կողքից ինչ-որ մեկը կարողանա բռնի իրան ու կարդա։ Ոնց որ այդ ամեն ինչը, այսինքն արդեն Python-ով չի կազմակերպվում, թե ինչ-որ չգիտեմ, այդ ինչով որ պիտի փոխանցենք այդ գործիքի միջոցով արվում։ Հա, այդ արդեն տենց գաղտնագրության ոլորտ են գալիս, որից որ ես բավականին թույլ եմ, բայց ինձ թվում է այդ դրա գաղտնի բան, ոնց որ ֆիշկան նրա մեջ է, որ այդ նամակը բանմանը ինքը կոդավորվում է, ասենց ասած, հեշավորվում է, ու նույնիսկ եթե տենց բաց բռնես կարդաս ինչ է գրած, մեկը չես հասկանում թե ինչ է։ Օրինակ որ բան, ինչ որտեղ parole ենք բանանում, parole չենք իմանում, սխում ենք բան, reset parole, Facebook-ը կլինի թե ինչ ուզում է լինի։ Ինքը մեզ դաշտ է բացում, որ parole-ը նորից լրաց, նոր parole սարքենք, չէ՞։ Բայց մեզ ավելի հեշտ չէր լինի ուղարկել մեզ մեր parole-ը։ Ինքը չի կարող ուղարկել իրականում, որտեղ ինքը սկիթ չգիտի էլ parole-ը ինչ է։ Նենց է կոդարած, որ ոչ մեկ բացի հենց կոնկրետ ինքդ քեզանից չիմանա քո parole-ը ինչ է։ Իսկ Facebook-ը չգիտի իմ parole-ը ինչ է, էլի, այդ բավականին հավես բան է։ Ինքը մենակ գիտի այդ parole-ի հեշավորված ձևը, որ ինքն իրանով շատ չի օգնում, էլի, այդ հեշից չի կարա գագտնի իմ parole-ը։ Ու դրա համար նույնիսկ եթե ասենց թղթիկի վրա գրեմ տան parole-ը, ու ինչ-որ մեկը ընթացքում վերցնի, ինքը այդ parole-ի կարդացածից, այդ parole-ի հեշավորված տարբերակից իմ parole-ին հազիվ թե կարողանա գա, էլի, տենց եթե միլիարդավոր տարիներ չաշխատացնի, էլի, ինչ-որ ալգորիթմներ։ Այդ ավելի շատ հենց ոնց որ այդ ալգորիթմական տեսանկյունով է, էլի, ապահովությունը ապահովում շատ անկապարտացիություն եղավ, բայց մի խսկավ։ Okay։ Հա, մերսի շատ։ Ես ուղղ ոնց որ ուզում էի նայելու այս բոլոր հարցերի բաներն է, միտքերն է, ուզում եմ հասկանալ ոնց որ Python-ի ապահովությունը, էլի, ոնց է կազմակերպվում, ինչ կարելի է անել Python-ով։ Հա, բայց իմ հարցի պատասխանը հա, էլի, հասկացա, մերսի շատ։ ու նաև ոնց որ շատ հաճախ եթե Python ունի նման ինչ-որ պրոբլեմ, օրինակ դանդաղ է, կամ չգիտեմ, ոչ ապահով է եւ այլն, այդ հիմնականում շատ դեպքերում չի կանգնեցնում, էլի, որ Python-ով արվի պրոյեկտ։ Ուղղակի գայս են այդ կոնկրետ պրոբլեմատիկ մասին, այդ պրոբլեմատիկ մասին ինչ-որ ուրիշ լեզվով կամ ուրիշ մեթոդով լուծում են, էլի։ Շատ տենց գրադարաններ կա, որոնք որ Python-ով գրվել են, հետո մի հատ կտոր եթե կա, որ պետքա շատ արագ լինի, այդ կտորը պրոստը C-ով են գրել, մնացածը Python-ով են պահել, էլի։ Այսինքն տենց մի քիչ այդքան է կոմպետենտ չեմ, որ ես պնդում անեմ, բայց շատ չեն, էլի, խնդիրները, որ ասես վայ Python-ը չի ձգի, գնամ լրիվ ուրիշ լեզվով անեմ։ Շատ հաճախ լինում է, ուղղակի լավ Python-ը չի ձգի, այդ կտորը կջոկենք ոնց ենք անում, մնացածի համար կոմֆորտ եւ այլն Python-ը օգտագործում ենք։ Մի օրինակ դրա օրինակ բանն է։ Մեքենական ուսուցումն է, որտեղ որ Python-ը ահավոր աստիճանի դոմինանտ է, շատ օգտագործվում, բայց մեքենական ուսուցման մեջ ահավոր ծանր հաշվարկներ կան ու բավականին տենց շատ ծանրաբեռնված է, էլի, հաշվարկային գործողություններով բանը, որ ասում ես անդրամբանական է, Python-ը անգամներով դանդաղ է ուրիշներից, Python-ով են անում, այն որտեղ որ արագությունը շատ կարևոր է, բայց իրականում պահեն է, որ Python-ով անում են,
այդ կտորը պրոստը C-ով են գագայսն C-ով գրում են, տենց Python-ի մեջ փաթաթում են դնում են, կամ նույնիսկ լինում է որ տենց լրիվ են կոդը C-ով գրում ու այդ ոնց որ կոպի տասած փաթաթում Python-ի մեջ ու տալիս որ այդ օգտագործես։ Տենց ոնց որ լեզուները շատ հավեսով իրար հետ խառնում են, էլի կարծես։ Հասկացա, մերսի շատ։ Մեկ էլ այդ ինկապսուլյացիայի հետ կապված էլի սենց հարց։ Եթե մենք սենց օգտագործում ենք get set այդ տարբերակով ենք տալիս, որ ինքը բանանի փոփոխականը ոնց որ ասած ատրիբուտին միանգամից չկպնի, ոնց որ մեր ֆունկցիայի միջոցով կպնի։ Այդ դեպքում ոնց որ իմաստը որն է, որ իրանք մտցրել են մեջը այդ ակի գծիկներով protected-ն ու private-ը, եթե sense tenants պայմանավորվածություն կա, որ պիտի չգիտեմ, այդ տարբերակով չկպնեն ատրիբուտին, այլ getter-ի, setter-ի միջոցով կպնեն։ Ինչ որ բան կա, տեղ իմաստային բան կա, թե այնքանավոր ոնց որ այդ որ ինկապսուլյացիայի օպերի ինչ որ մի բան ամբողջական լինի, այդ մի իմաստն են տենց մտցրել։ Հա, հասկացա, լավ հարց է բավականին։ Առաջի հերթին ոնց որ կարա ոչ ամեն ինչ դարձվի բան, getter, setter, deleter եւ այլն, այսինքն կարա մի հատ ինչ-որ բան լինի, ատրիբուտ լինի, որին որ մենք կուզենք ոչ մեկ չկպնի, բայց ինքը միշտ ֆիքսված է, էլի, ինքը չի փոփոխվում, իրան արժեք չես տալիս, մի խոսքով, միշտ նույն բանն է, այսինքն իմաստ չունի մարդուն տալ հնարավորություն ինքը իրան, այսինքն կարիք չկա, էլի, getter, setter, deleter-ներ իր համար սարքելու, ինքը պրոստը կա, ու իր դեպքում օրինակ պրոստը չկա այդ property-ները, էլի, ու եթե սովորական ատրիբուտ է, այդ սովորական ատրիբուտը ավելի լավ է բանով պահես, էլի։ Այդ երկու տակի գծիկով պահես, եթե չես ուզում տենց հեշտ կպնեն իրան։ Okay։ Այսինքն մեծամասամբ սենց ասած, եթե օգտագործվում է, private-ն օգտագործվում է, այդպես դեպքերում եթե լինում մոտենք կարող ոնց որ նույնիսկ լինի այնպես որ կլասից դուրս իրան ընդհանրապես ոչ մեկ չկպնի, էլի ինքը իմաստ չունենա կլասից դուրս օգտագործել, մենակ կլասից ներս օգտագործվի, ու այդ դեպքում ընդհանրապես չես մտածի, էլի, բա ոնց անեմ որ հարմար կարողանան կլասից դուրս իրան կպնեն, ու ոնց որ ամենահասարակ մոտեցումը կլինի պրոստը ինձ գրես հենց init-ի մեջ, գրես self-get ինչ-որ բան հավասար է այդ ու վсё, էլի։ Ցենցած երկուսների ունեն, էլի։ Իսկ բանի հետ կապված այդ ֆունկցիաների կամ կլասների իրանք լինում են private կամ չգիտեմ protected թե չէ։ Այդ լավ հարց է։ Ես ճիշտը որ ասեմ, չեմ էլ փորձել ֆունկցիաներ երկու հատակի գծիկով դնել, հեսա հիմա ինձ փորձեմ։ Եկեք էկրանը կիսեմ իմիջայլոց։ Որտեղ ուրիշ ոնց որ օրինակ Java-ի ժամանակին որ նայել եմ, սովորել եմ այնտեղ բաներ, փոփոխականներն, ֆունկցիաներն, կլասներն լինում էին private protected, ու հիմնական իմաստը այն էր, որ ոնց որ մոդուլում երևա չերևա կամ կլասում երևա չերևա այդ ամեն ինչների պատճառը հիմա եթե ստեղես փոփոխականների դեպքում ասենց աշխատում հետաքրքիր է այդ դեպքում կլասները ընդհանրապես ունեն կամ եթե ունեն ինչ-որ իմաստ կա դրան թե չէ։ Լավ հարց է։ Ֆունկցիան երկու տակի գծիկը իրան չփրկեց, սովորական կպա իրան։ Կլասը ենթադրում եմ կլասն էլ նույն ձև բան է, էլի։ Հանգիստ կպնելու ենք այս կլասը։ Օրինակ ուրիշ լեզուներում, եթե կլասը անենք private, իրան ուրիշ մոդուլից չենք կարող կպնենք։ Բայց եթե private չլինի, ինքը լինի սովորական դրիվ, բաց, ուրիշ մոդուլից կարող կպնենք իրան։ Ես անկեղծ պրոստը չեմ նայել դա, չգիտեմ պատասխանը, կարամ Visual Studio-ով բացեմ, այդտեղ նայենք, ես նույն մոդուլի մեջ եղավ կպնել։ Ֆունկցիաների դեպքում կարող ենք հիմա փորձենք, որտեղ ֆունկցիաներն է մի կլասի մեջ որ անում էինք,
private ուրիշ կլասի մեջ ինքը չէր բանը, հասանելիություն չէր ունեն։ Հա, կլասի մեջ մեթոդ է տարկի գծիկ։ Ինտերնետը զբաղված է։ Միացավ։ Հա, կլասի մեջ նկատնույս էր, չէ՞։ Նկատունեի, հա, եթե այս կլասի մեջ մի հատ protected բան լինի, մեթոդ լինի, private, ուրիշ կլաս, որ մի հատ սարքենք, իր մեջ հասանելիություն պիտի չունենա, ու ըստ այն ավելի խորը լեզուների էլի։ Լավ բան ես ասում, կարանք սա փորձենք։ Մենք ժառանգենք իրան։ Ժառանգականության դեպքում կավ այթեմ ուներ բան։ Երեխա, ասենք պակետ, պակետիցիկ պանիր 1, երեխա object has no attribute պանիր տակի գծիկ 1, ահա, իսկ եթե գրենք բան, հետարքիր է, այսք սենց չկպա, եթե սա գրենք ասենք բան, դու եղի տակի գծիկ պանիր, Panir object has no attribute panir 1. Չէր։ Շնորհացել եմ ոնց են գրում, որ բոլոր հնարավոր մեթոդները տնանք։ Հենց առանց ժառանգականության է պրոստը կլասի մեջ չգտավ։ Մի խոսքով սենց ոտի վրա նայելով չեմ կարող արագ բան անեմ, հասկանամ։ Հետարքիր հարցեր ես տալիս։ Ես էլ իրական շատ խորը օպ չգիտեմ։ Կարելի է սրանք բզբզալ։ Իսկ class function private լինել ու բան։ Մյուս հարցը որն էր, որ ուզում ենք հասկանանք class մեթոդը private ու ենք բան ժառանգականություն։ Ինչ-որ բան մոռանում եմ, որ ուզում ենք նայենք։ Չէ, մեկ էլ ես հարցերից մեկն է դեկորատորն է, հենց լավ չէի պատկերացրի իրան։ Հա, ինչ հարց է։ Որ մի հատ այդ տնայինի այդ բանը բացեք, նայեմ ասում, հա։ Ընդհանուր իրա ոնց որ տնայինի։ Չեմ հասկացել էլի։ Տնայինը, բայց թե դասը։ Դասը, որ արեք։ Ցավ բացեցի, բայց լավ, ստեղը մոռնախտում իրենի, ինվերսիան բացեցի ֆայլի, որտեղ գնամ։ Հենց այն ամենասկզբից, որ սկսում ենք օրինակով նայել, որ ֆունկցիայի մեջ ֆունկցիա ենք սարքում, ֆունկցիան ընդունում է մի հատ արժեք ու հետո վերադա։ Հա, էս։ Ընդհանուր ասեմ, թե ինչ-որ կոնկրետ հարց է։ Չէ, կոնկրետ հարց չունեմ, զուտ ընդհանուր ուզում եմ պատկերացնեմ։ Հա, այս դեկորատորները իրանք իրականում սկզբի համար բավականին լավ դժվար տրվող թեմա են, էլի, իրենց պետք է լավ հավեսով
ծեծվեն նստեն, էլի, սենց ասած, որ նորմալ տպավորվի։ Բայց մի խոսքով, իրենց ընդհանուր գաղափարը այն է, որ իրանք սենց ֆունկցիան մի մակարդակ փոփոխելու կամ ֆունկցիան մի քիչ ավելի տենց upgrade անելու համար գործիքներ են։ Իրանք այդ ֆունկցիա են ներկայացնում, ոնց որ սենց ասած այդ upgrade անող բանն են, որ ընդունում է մի հատ ֆունկցիա, այդ ֆունկցիան լավացնում ինչ-որ ձեր փոփոխում է ու հետա տալիս։ Այսինքն իր մուտքը լինում է ֆունկցիա, ելքը լինում է այդ նույն ֆունկցիան ուղղակի մի քիչ փոփոխված։ Այդ օքեյ է, որ ինքը համ ֆունկցիա է ընդունում, համ ֆունկցիա է բանանում, հետ վերադարձնում։ Հա, այսինքն այս որ գրած է timer փակագծերի մեջ ֆունկ, այդ դրա մասին է, որ ընդունում է ֆունկցիա։ Հա։ Այս մեր timer-ը sense դեր դեկորատորն է ընդունում է ցանկացած ֆունկցիա։ Հիմա այս timer օրինակ ուզում ես ցանկացած ֆունկցիան իր գործունեությունը ընդլայնի ու իրան նաև ավելացնի են, որ ինքը ոչ միայն աշխատում է այդ ֆունկցիան, այլ նաև ֆիքսում է, թե ինքը երբ է սկսել աշխատել ու ինչքան է տևել։ Այդ դրա համար մեզ պետք է սարքել ոնց որ այդ մոդիֆիկացված ֆունկցիան, անունը դնում ենք նոր ֆունկցիա։ Իր մեջ տպում ենք, որ սկսում ենք, ժամանակն ենք ֆիքսում, հետո նոր մեր ֆունկցիան աշխատացնում ենք, հետո բան ֆիքսում ենք ավարտը։ Էս օքեյ է։ Ահա, օքեյ։ Ու ոնց որ այս արդյունքում այսը ստացված է, այս մեր նույն ֆունկցիան է, ըստ էության։ Ուղղակի իրան բաները ավելացված էլի։ Ես եթե այս տողերը եթե չլիներ, այս sense լիներ։ Կստացվեր ոչ մի բանով ոչ մի բանով չի տարբերվում, էլի ամեն ինչ։ Կախված նաև մեր ֆունկցիան ինչ է, էլի, եթե վերադարձում լինի եւ այլն, մի քիչ նրբություններ կա, բայց կոնցեպտուալ այս կլիներ պրոստը որ ոչ բան չենք արել։ Ավելացնում ենք սա, նշանակում է, որ որոշել ենք, որ ցանկացած ֆունկցիա, որին որ դեկորացնենք, ոնց ասած, դեկորացնելը կարող որպես զարդարել պատկերացնենք, էլի։ Մեզ ավտոն բերեն, մենք այդ ավտոն զարդարենք ու իրանց այդ զարդարած ավտոն տանք, էլի։ Ու այս լրիվ հատկացնում։ Հա, մի հատ sense հարցնեմ։ Հիմա օրինակ, եթե մենք բան անենք, այս որ գրել ենք նոր ֆունկցիա։ Եթե իր փակագծերի մեջ տանք բանը ֆունկցիա, որ ինքը ընդունում է ֆունկցիա։ Այսինքն մի հատ էլ նոր ֆունկցիա ընդունի։ Չէ, ասենք այդ timer-ը չկա ընդհանրապես։ Ու այս նոր ֆունկցիանը իր մեջ իր ընդունող բան տալիս ենք ֆունկցիա, այսինքն նույն կոդը լրիվ նույն ձև, ուղղակի այդտեղ էդի դնենք։ Այսինքն հա, առանց timer-ի։ Չէ, սա մնում է մենակ այս ֆունկցիան ընդունում է ուրիշ ֆունկցիա պարամետր որպես։ Այս նոր ֆունկցիան է ընդունում ուրիշ ֆունկցիա որպես պարամետր, ճիշտ։ Okay, ինչ ֆունկցիա, այս նույն ֆունկցիան ինչ timer-ն է։ Այդ ֆունկ որ գրել ենք այդտենց։ Ահա։ Ես ուզում եմ հասկանալ, այս դեպքում ինքը նույն ձև չի աշխատի։ Այս դեպքում ոնց որ դե սա ոնց որ առաջի հերթին եթե նույն ֆունկցիան է, ինքը իմաստ չունի այն տեսանկյունից, որ այսա կարող է տեսնի այս pop արգումենտը, դրա համար ոնց որ մի հատ էլ առանձին ստեղ տալը անիմաստ կլինի։ Հիմա սրան որ աշխատացնելու լինենք, պետքա կոդը եթե փոխենք այս sense սարքենք, գրենք որ դու մի հատ էլ որ ընդունում ես ֆունկցիա։ Ոնց որ հիմա որ իրան մուտքը տանք այս կտորում։ Այս կտորում եթե մուտքը տանք, այս պրոբլեմ կառաջացնի, ինչի, որովհետև կստացվի իրան միանգամից աշխատացնում ենք։ Okay, այդ բանը, ոնց որ եթե մուտք տվեցինք, sense կանչեցինք, ստացվում է աշխատացրեցինք։ Իսկ մենք ուզում ենք ոնց որ պրոստը փոփոխված տարբերակը հետ տանք։ Հա։ Այդ դեպքում ոնց որ չենք կարող sense վարվենք, պետք է հենց այսա վերադարձնենք։ Ոնց որ գրելու ենք մեր ինչ որ f-ը հավասար է timer ու ինչ որ մի հատ ֆունկցիա, sense մի բան գրելու ենք։ Ուղղակի sense որ գրենք, ինքը ասելու է, որ մի վարքյան մտածեմ։ Այս շնորհակալ աշխատացնենք։ Մեր ֆունկցիան թող լինի, ինչ ֆունկցիա ունենք։
Այս ուրիշ երկար ֆունկցիոն թող լինի։ Հիմա ինքը ոչ բան չի արել, որովհետև ինչ, այսա որ աշխատացրել ենք օրինակ մուտք տվել ենք, ինքը մեզ տվել է այս ֆունկցիայի օբյեկտը։ Հիմա պետք է մի հատիկ էլ իրան աշխատացնենք, էլի։ Մի հատ անենք, որ կանչվի։ Մի հատ էսա միացա գրեմ ու բացատրեմ ինչ է լինում։ Հա, ճիշտ է բան։ Մենք time, հա, օքեյ։ Ոնց որ պետք է մի հատ այստեղ տանք, որ այսա չբողոքի։ Այսինքն պետք է այս նկատի ունեի, որ այդ timer ֆունկցիան չլինի ընդհանրապես։ Այդ չլինին չեմ հասկանում, ոնց որ իրա փոխարեն ուրիշ բան լինի, թե ուղղակի այսքանը լինի։ Իրան, հա, այդքան ուղղակի լինի։ Հա, այսքան այս sense։ Հա։ Հա, այս ոնց որ ստացվում է բան էլի, դեկորատորի մի հատ բուժուր այս ներքին կտորն է ստացվում ու սրա մեջ որ գրենք ոնց որ ասենց եթե անենք, կարանք մի հատ ինչ-որ ֆունկցիա պրոստը միանգամից աշխատացնենք։ Բայց չենք կարա էլի, եթե գրենք ստեղ վերադարձրու, ասենց այս բանը ավտոն սարքեց էլի, ավտոն դզեց փչեց։ Հիմա պետք է այդ ավտոն ուղարկել հետ այդ տիրոջը, որ կարողանա օգտագործի։ Ու հիմա որ իրան ֆունկցիայից դուրս ենք հանել, արդեն ստեղ այդ ոնց որ առաքման պահը կորում է էլի, եթե ստեղ ասենք return-արա նոր ֆունկցիա, այսինքն ինչ-որ ռեկուրսիվ բան է ստացվելու, էլի։ Մինչդեռ երբ որ անում ենք այսպես, այս return-ը լինում է ոչ թե այս ֆունկցիայի մեջ, այլ ֆունկցիայի մակարդակի վրա։ Ինքը հենց այդ օբյեկտն էր վերադարձնում, էլի, ուղղակի այդ նոր ֆունկցիայի օբյեկտն էր վերադարձնում։ Նորմալ էր։ Հա, հասկացա։ Այսինքն այս դեպքում իմ ասած տարբերակով ռեկուրսիա կլինի ու ինքը ոնց որ ասած մեզ չի տա փոփոխված տարբերակը չենք կարող հա իրան վերադարձնենք։ Հա, ինքը ոնց որ միանգամյա օգտագործման է դառնում, էլի, սենց ասած ինքը։ Մի անգամ կանչեցիր, օգտագործվեց, գնաց գնաց, էլի։ Չես կարող պահպանես իրան ու հետո էլի օգտագործես։ Այսինքն ինչ որ փոփոխական որ տան հավասարա դրան ինքը չի լինի տենց։ Ոնց որ հավասարացնենք, պետք է ինչ-որ սրա ինչ-որ return-ին հավասարացնենք, ինքը պետք է ոնց որ վերադարձնի հենց այս իրան, իսկ ինքը ոնց որ իրա սահմանումը վերջացնում է, երբ որ դուրս է գալիս իրա մեջից, էլի։ Իրան ներս եթե լինի, սա կստացվի հələ ինքը ֆունկցիայի կտոր է։ Իսկ ինքը հələ մեջն է, պետք է իրան հետը իրան վերադարձնենք, էլի կոպիտ ասած։ Նոր պետք է այս ֆունկցիայից դուրս գանք, որ նոր արդեն ծերից ծեր ինքը գրված լինի, ինչա ու կարողանանք իրան վերադարձնենք, էլի։ Իսկ այստեղ իսկ սրանից հետո գալիս է արդեն բանը, չէ, այդ որ շնիկով դնում ենք հա, այդ ուղղակի ոնց որ այս գրելաձևը թեթևացնելու նպատակով է արվում։ Այսինքն որ գրում ենք, սա նշանակում է, որ այս ուրիշ երկար ֆունկցիան ոչ թե ընդհանրապես այս մեջի գրածն է, այլ այս մեջի գրածը timer-ի մեջ դնելուց հետո ստացվածն է, էլի։ Ոնց որ sense որ գրում ենք, մենք ավտոմատ սրան ուղարկում ենք ստեղ, էլի, ու իրան պահում ենք, ոնց որ հենց bot-ի վրա մոդիֆիկացիան արվում է, էլի, sense որ գրում ենք։ Հա, հասկացա։ Այսինքն ոնց որ timer այս ձևով ստացվում է, որ մեր ցանկացած ֆունկցիա մենք տանում ենք, տեղադրում ենք այն, որ գրել էինք ընդունում է ինքը պարամետր ֆունկցիա, այդ ընդունվող պարամետրի տեղը։ Հա, ոնց որ սա նման է սրան, էլի, եթե գրենք ուրիշ երկար ֆունկցիան, հավասար է timer ուրիշ երկար ֆունկցիան։ Հա, օքեյ, մերսի շատ։ Շատ լավ ու տենց մտածած տիպով հարցեր էին։ Դիրեր։ Այն երկու հարցը մոտս նշեցի։ Ժամանակային բան չխոստանամ, բայց ես կաշխատեմ նայեմ, նորմալ պատասխանում գրեմ իրենցին։ Նախորդ դասից էլ մի երկու հատ բարդ կունեմ։ Ժառանգականության հարցը օրինակ։ Իխոսքով ես դրանք կաշխատեմ նայեմ ասեմ։ Բայց ոնց հասկացա private ֆունկցիաների դեպքում օրինակ աշխատեց։ Ոնց որ
ենթադրում է էլի այդ ուրիշ լեզուների նման։ Հենց պրոստը ֆունկցիայի դեպքում չէ, բան արեց։ Որտեղ էի գրում։ Չթողեց, ասես Եթե այդ բան, այդ կլասի միական ֆունկցիա թե մեթոդ, կլասի մեթոդը նկատի ունես։ Հա, օքեյ։ Հա, մեթոդը ոնց որ այդպես է։ Եթե ֆունկցիան main մեթոդի մեջ ենք main-ի մեջ ենք սարքում, այդ մեթոդ եմ ասում բան մոդուլի, հա, իր այդ մոդուլի մեջ ոնց որ եթե ինքը առանց ուրիշ կլասի մեջ լինելու է, բոլոր տեղերը հասանելիություն պիտի ունենա, էլի։ Բայց եթե առանձնացնում ենք կլասով ու իրան private ենք տալի, արդեն ուրիշ կլասներում թեկուզ այդ մոդուլի մեջ կապ չունի, պիտի չունենա հասանելիություն։ Դա ոնց որ աշխատում։ Բավականին խելքի մոտ է ասածը։ Պետք է մի հատ նորմալ կարդալ այդ ամեն ինչը, բայց ոնց որ թե ճշմարիտ է իր ասում։ Ճիշտ է իր ասում։ Բայց չի օգտվում, հա, ոնց հասկացա տենց շատ կամ համարյա չի օգտվում։ Ուսում ավելի շատ ինձանից է, որտեղ ես բանի կոնտեքստում եմ եղել, ռեալագիտության կոնտեքստում եմ առաջվա Python-ի հետ ու ոնց որ մեր մոտ մենք շատ հաճախ չէ, բայց բավականին հաճախ կարող է նույնիսկ ընդհանրապես մեր գրած կոդը պետք չգա, էլի, մենակ մեր ստացած այդ ալգորիթմը կոպիտացած պետք գա։ Ու ոնց որ մենք ավելի քիչ անտանելի պրոֆեսիոնալ կոդ պետք է գրենք, էլի։ Քանի որ ավելի շատ հաշվարկային ու տենց արդյունք ստանալու գործ է մեր մոտ, էլի։ Դրա համար շատ հավանական է, որ ուղղակի ես չեմ առնչվել, էլի, ինձ այն կարգի խնդիրների, որտեղ որ այդ կարգի բաներ պետք լինեն, ու իրականում ոնց որ կիսադելի տանտավարի եմ բացատրում, էլի, ես open։ Հա, ես լրիվ հասկացա։ Էլի հարցեր։ Հա, օքեյ, շատ ընտիր հարցեր էին։ Ժողովուրդ, Մերի, Լուսինե, ձեր մոտ ինչ հարցեր կան։ Ես չունեմ։ Ես չունեմ։ Օքեյ։ Այդ դեպքում դասը նայենք, ինքը մի քիչ կարճատ կլինի իմ հաշվարկով։ Հա, ստեղ էր կոդը, ճիշտ է։ Ինքը բանի վերաբերյալ է, exception-ների վերաբերյալ է։ Ինչ է exception-ը։ Exception-ը այդ ոնց որ պրոբլեմատիկ բաներն են, այն որ լիքը իրենց տեսել ենք տոնաները, եւ այն մեր էրորներն են։ Որ ասում չեմ կարող convert անեմ այս բանը float-ի, որ ասում ստեղ object սխալ եւ այլն։ Լիքը առնչվել են։ Իրանց հիմա ոնց որ իրենց մի քիչ տենց պայմանավորվելու, լեզու գտնելու գործիքն ենք սովորելու։ Դեռ մի հատ մի քիչ տենց մոտիվացիոնոտ բարձ գանք, թե ինչ էրորներ կան ընդհանրապես։ Պատկերացնենք մի հատ ֆունկցիա են գրել, որ տենց շատ օգտակար անտանելի ֆունկցիա է, իրեն թիվ է տալիս, ինքը այդ 500-ը բաժանում է այդ թվի վերադարձնում է։ Ու մենք այս ֆունկցիան գրել ենք ու տալիս ենք մարդիկ օգտագործում են, կամ մենք իմ կոդի մեջ ինչ-որ ձև օգտագործում, ինչ հնարավոր խնդիրներ կարան լինել։ Մի խնդրեմ օրինակ այն է, որ մեզ մուտքում տան 0։ Այս որ աշխատացնենք, գայս այստեղ ասում է division by 0, 0 division error։ Այս 0 division error-ը այսա հենց կոչվում է բան, exception։ Այսա մի քիչ ավելի շատ իրենց կտեսնենք։ Ինչա՞ մի հատ ուրիշ խնդրեմ կարող լինեն, որ այստեղ մեզ օրինակ տան բան։ Ոչ թե սա լինի, այլ մեզ տան ասեն մի հատ ինչ-որ ուրիշ տան։ Այ ասեն a տառի վրա բաժանի, դա գալա type error։ Հիմա ինչ են սրանք ու ինչ անել իրանց հետ։ Ընդհանրապես ոնց որ հաճախ հանդիպող էրորներ որ տեսած կլինենք, այդ import error-ը հենց դեռ շատ տեսած չենք լինի, նորենք սկսեմ մոդուլներ բան անել։ Import error-ը նա ինչ բան չենք կարող ներբեռնել մեր կոդի մեջ։ Index error-ը էլի տենց որ անունը իր մասին պատմում է։ Name error, անունը սխալ անուն ենք տվել, syntax error գրելաձևը, այս syntax error-ը յուրատուկան նրանով, որ եթե ինքը սխալ եղավ, էլ ոչ մի բան չի աշխատի, էլի ուրիշների դեպքում իրենք կարող գան աշխատեն մինչև այդ պահը ու տրակեն, իսկ եթե գրելաձևը սխալ է սարել, Python չի էլ փորձի էլի մնացածը աշխատացնի։ Type error-ները, երբ որ սխալ տեսակի մուտք ենք տալիս, դե օրինակ տեսեք, սխալ տեսակի մուտք տվեցինք, պետք է int լիներ, բայց մենք string տվեցինք, type error։
ու value error-ներ։ Սրանք են, որ տեսակը ճիշտ է, բայց արժեքը սխալ է։ Այս zero division error-ը օրինակ ինքը type error-ի տեսակ է, ենթատեսակը։ Այս ոնց որ մոտիվացիոն կտորը օքեյ է, ինչ որ հարց կա ստեղ։ Դե լավ։ Ոնց ենք վարվում սենց դեպքերում։ Սենց դեպքերում մենք կարող ոնց որ եթե ծրագրի կտոր կա, որի վրա որ վստահ չենք ու մտածում ենք կարող ինչ-որ պրոբլեմ առաջացնի, մենք իրան ուզում ենք պրոստը փորձնական աշխատացնենք, էլի, ասենք որ մի հատ սա փորձի անես։ Ոչ թե մենք հաստատ վստահ ենք որ այդտեղ պրոբլեմ չկա, այլ ասենք մի հատ հələ փորձի։ Այդ դրա համար գրում ենք try block, փորձել block ու կոդը դնում ենք իր մեջ։ Ու մի հատ էլ նշում ենք, եթե փորձես ու չստացվի, այդ դեպքում ինչ անես։ Մի հատ էլ այդա գրում ենք except-ի մեջ, except նշանակում ոնց որ բացառություն, փորձի սա աշխատացնես, աշխատեց, ընտիրը, չաշխատեց, արի ստեղ փորձի։ Except ոնց որ կոպիտ ասած կարող պատկերացնել, ճիշտ կոպիտ ասած չէ, կարող պատասխանենք, որ սա գրած է ինչ որ if սա նորմ, բան, if try-ում մի բան ավիրվեց, էլի։ Except-ի դերը դա է։ Հիմա եթե սա աշխատացնենք, գրենք թիվը 5 բաժանած 0, տպենք մեր թիվը։ Սա տեսեք ինչ կլինի։ Տպում է այսա, մի բան այն չէր։ Ու տպում է, որ ես դեռ ողջ եմ, այսքան error եղավ, 5 բաժանած 0-ն այդ կրիտիկական վատ բանն է, էլի։ Վերևում տրաքում էր։ Իսկ ստեղ չտրաքեց, ծրագիրը հանգիստ եկավ 7-րդ տողին հասավ։ Մի հատ էլ հակառակը ցույց տամ ու հարցեր լսեմ, եթե գրածնի 5 բաժանած 1, ինքը սա փորձում է աշխատացնի, ստեղ ամեն ինչ ճիշտ է լինում, ու էլ վсё, գալիս է շարունակում է առաջիկա կյանքը, էլի, այսինքն եթե ամեն ինչ հաջողվում է, վсё, բրծավ, եթե ստեղ մի բան ձախողվեց, գնում է այս ձախողվելու համար նախատեսված ծրագիրն աշխատացնում։ Okay։ Այս try except-ները իրանք ուղղակի հրաշքն են, իրանք տենց անձամբ ես իրենց ահավոր սիրում եմ նրա համար, որ օրինակ եթե մի ծրագիր ես իրենց ոնց եմ շատ կիրառել եմ, ինքն ես չի հպարտ եմ որ տենց եմ կիրառել, բայց եթե ինչ-որ կոդ եմ գրել, այդ կոդը հեսա պետք է աշխատացնեմ ինչ-որ 1000 հատ տարբեր բանի համար ու այնքան չեմ հասցրել փորձարկեմ, որ հասկանամ բոլոր եզրային դեպքերը, որտեղ կարա տրաքի ու իրենց վերլուծեմ ու ոչ է շատ ժամանակ ունեմ ու ասենք ուզում եմ դնեմ սաղ գիշեր աշխատեն իրանք, այդ ժամանակ կարա ասենք եթե պրոստը աշխատացնեմ իրան, ինչ-որ բայից հետո կգամ, տեսնեմ վայ 8-րդի վրա պրոբլեմա գնացել։ Այդ ժամանակ պրոստ մի հատ բռնում եմ սաղ ինչ կա չկա, գցում եմ այդ try-ի մեջ, գրում եմ որ դե լավ, եթե այդ մեկը թող վարի գնա, ոչինչ։ Սաղ պահում եմ, հետո արդեն առավոտը որ գալիս ես կամ մի քանի ժամ հետո որ գալիս ես, քեզ մնում է մենակ փորձել լուծել մի քանի հատիկ պրոբլեմատիկի հարցը, որտեղ մնացած բոլորը աշխատել են։ Ինձ թվում է ոնց որ հոսքի մեջ մնաս էլի, ոչ թե հենց մի բան այն չգնաս, տրաքես գնաս։ Այս շատ կարևոր բան է, որտեղ հաճախ չես կարող ծերից ծեր իմանաս ծրագիրը լավ է աշխատել թե չէ, ու հետո եթե տալիս ես լիքը մարդ օգտագործի, ինչ որ մի եզրային դեպք ոնց որ բերում դուրս է գալիս էլի դրանից։ Հազիվ թե այնց իդեալական գրված լինի կոդը, որ ոչ մի պրոբլեմ չտա։ Ժամանակի հարց է էլի, մինչև ինչ որ error էինք հանդիպելու։ Դրա համար այս try step-ները ոնց որ sense ասած փափուկ մատրաս են մեր համար լինում էլի, որ մեր կոդը այդ մեր դրուկերը անի, իմանանք եթե մի բան այն չգնաց, գիտենք որ ոնց որ մատրաս ենք դրել էլի, որ կընկնի դրա վրա։ Չգիտեմ вообще sense օրինակ բերեցի, բայց մի խոսքով կոնցեպտը երևի օքեյ էր։ Նորմալ էր։ Կամ լավ, եկեք մի քիչ երևի շուշուտ եմ հարցնում նորմալ էր թե չէ։ Մի քանի բան էլ ասեմ, հետո ընդհանուր ստոպ տամ։ Այս ձևով որ մենք գրեցինք except, ծրագիրը իրան պահեց ոնց որ երբ որ 0-ի բաժանելու պրոբլեմ եղավ, իրան ճիշտ պահեց ոնց ակնկալում ենք, եթե i-ի բաժանենք, էլի նույն ձև կպահի իրան, բայց պատկերացրեք ասենք բան են գրել, որ ասենք մարդուն խնդրում ենք ասենք մի հատ դրական թիվ ներմուծի, եթե ինքը տառ ներմուծի, ու ինքը եթե բան -8 ներմուծի, լավ կլինի որ իմանանք էլի, ասենք իրան հուշենք, ասենք, չգիտես ինչ, այսպես պրոբ սխալ ես արել, սենց դու, կամ այնպես սխալ ես արել, սենց դու։ Այսպես գրելով ոնց որ error-ը error-ը մնում, էլի մենք error-ների միջև
error-ների մեջ տարբերակում չենք դնում, էլի։ Տարբերակում դնելու համար կարող ենք վարվենք սենց։ Այս except-ից հետո գրենք թե ինչ տեսակի error-ի մասին է խոսքը։ Zero division error։ Օրինակ այսպես գրենք։ Ու սա error գցեց։ Տեսեք, type error տվեց։ Հիմա եթե գրեմ այստեղ 5 բաժանը 0, ահա, այս դեպքում արդեն սա աշխատեց, որտեղ գրել ենք, ասել ենք, որ ակնկալի, որ եթե zero division error լինի, սենց պետք է աշխատես։ Նորմալ է։ Ու միանգամից մի հատ բան ասեմ։ Այսինքն այս except-ը ամեն ինչի դեպքում է, բայց կարող ենք սպეციფიկ նշենք, ասենք except zero division error, կարող ենք մի հատ գրենք except type error։ Հենց կարող ենք առանձին տարբեր error-ներ իրար հետ դիտարկենք։ Ու սենց օրինակ, երբ որ մուտքում տալիս ենք իրան i-ի վրա ենք բաժանում, ատառը ասում է, եթե դժվար չի թիվ տուր, էլի։ Եթե ստեղ գրենք 0, կասի ախր չի կարելի է 0-ի բաժանել, սենց երկու տարբեր պայմանի մեջ մտավ, էլի։ Ու մի հատ բան, որ հաճախ արվում է, դա նա, որ բռնում գրում ենք, թե ինչեր ենք ակնկալում, սենց սովորական ճիշտ մի հատ էլ բան ասեմ, որ բոլոր error-ները, եթե ուզում ենք բռնացնենք, մի տարբերակ գրելը նա, ուղղակի գրենք except exception, այսինքն exception-ը դա ամենաընդհանրական բանն է, էլի։ Եթե սա աշխատացնենք, ինչ error ուզում անգնի, այստեղ բաժանում ենք անիր բառի վրա, այստեղ բաժանելու ենք 0-ի վրա։ Ինքը գալու է անգնի այս exception-ի մեջ, որտեղ այս exception-ը ինքը ամեն ինչ է, էլի, սենց ասած։ Ինքը ժառանգականության ոնց որ մենք այս ուշ անցանք, որտեղ միտքը էր, որ ժառանգականությունից հետո անցնենք, ինքը ոնց որ exception-ից ժառանգում է մնացածը, էլի, այսինքն մնացածը նաև exception-ը։ Type error-ը ինքը նաև exception-ը, ինքը իր զավակ է ինչ-որ ուղղակի, էլի։ Դրա համար exception-ը, որ սկզբում գրում ենք, type error-ները գալիս են գնում որպես exception, zero division error-ներ ու բոլոր error-ներ։ Համաճա։ Այստեղ արդեն մի հատ stop տան։ 10 վայրկյան։ Դերև։ Ու ոնց որ ընդունված ձև այնա, որ այս exception-ը մենք բան ենք անում, դնում ենք վերջում, կամ ամենավերջում ենք գրում except exception, որ ոնց որ սենց ասած, եթե բոլոր այն դեպքերը, ոնց որ մտածել էինք ոնց լուծենք, այդ դրանք եթե չի եղել ու մեկա պրոբլեմա տվել, այդ պրոբլեմի համար ասենք ոնց որ ես իմ պրոբլեմա, չգիտենք ինչ խնդիր է։ Ու հենց դիտմամբ վերջում ենք դնում, էլի, որտեղ եթե վերևում դնենք, մնացածը կանտեսվեն։ Այստեղ հեսա կխոսանք ենք գրում հենց except exception, ոչ թե ուղղակի except, որտեղ except-ն էլ է նշանակում ամեն ինչ, except exception-ն էլ է նշանակում ամեն ինչ։ Իրենք մի պստիկ exception-ը մի պստիկ բան մեզ բրացիչ թույլ է տալիս անել։ Ու եթե նաև ուզենանք ոնց որ մի հատ բլոկի մեջ գրենք մի քանի պայմանի համար, օրինակ մեզ կարևոր չի zero division error-ը, թե type error, այդ երկու դեպքում էլ ուզում ենք գրենք, որ ինչ որ արժեքի հետ կապված մի բան են չի, կարող ենք այսպես գրենք, էլի, ուղղակի tuple-ի մեջ հերթով գրում ենք error-ների անունները։ Լավ։ Այստեղ ոնց որ երբ որ սա ենք աշխատացնում, այսինքն երբ որ պրոստը error էր մեզ գալիս, պետք է ստեղ օրինակ գրեմ 5 բաժանը 0։ Ինքը մեզ լիքը օգտակար ինֆորմացիա էր տալիս, տեսեք, տողներ ցույց տալիս, նշում էր թե որտեղի ինչ ֆունկցիա էր, նշում էր error-ի կլասը, նշում էր error-ի օգնող տեքստը։ Այսա հիմա որ սենց գրել ենք, կորցրել ենք ուղղակի, էլի ավտոմատ, որտեղ մենք ենք գրում, թե ինչ պետք է անի սխալի դեպքում։ Որպեսզի կարողանանք իրեն շարունակենք օգտագործել, այնտեղ արդեն գալիս է այս մեր բանի պահը, որ անունը գրում ենք ստեղ error-ի, կամ գրում ենք except exception։ Մենք կարող ենք վարվենք հետևյալ կերպ։ Այս except exception-ից հետո ավելացնում ենք is ու գրում ենք ինչ-որ փոփոխականի անուն։ Ինքը շատ հաճախ ընդունված է գրել is-ի։ Հիմա եթե սա աշխատացնենք, մենք այս in կարող ենք հետո իր մեջ տպենք։ Տեսեք, ստեղ գրում ենք Python մեր վրա բղավեց, ջղայնացավ եւ բղավեց ու գրում ենք e։ Այս e ասելով e-ի նկատի ունի, էլի։
Հիմա տեսեք ինչ ա լինում։ Մեզ այնց մուտք հավերցնում, այս մուտքը տպելու ենք։ Սա օրինակ զրկեցի 0։ Ահա։ Ինքը գցեց 0 division error, որտեղ այդ դեպքը ընդհանրապես չէր պահպանվել, այստեղ թե ինչ է պետք անել այս դեպքում։ Եթե այստեղ աշխատացնեմ ու իրան փորձեմ նենց անեմ, որ value error տա, ինչը իհարկե։ Այստեղ իրական խնդիրը նրա մեջ է, որ այս int input-ն էլ է հենց ինքն իրանով վտանգավոր բան, որտեղ մի հատ պրոբլեմ կար այս int input-ից գա, մի հատ պրոբլեմ կար այս value error-ից գա։ Այստեղ եթե գրենք ինչ-որ բառեր, այս դեպքում այս երևի մի քիչ վատ օրինակ եմ դրել, նոր եմ հասկանում։ Այս value error-ը ոչ թե սրանից է, այս 5 բաժանեց a-ից է։ 5 բաժանեց a-ն մեզ կտար բան, type error։ Value error-ը այս սրանից է, այս input-ին սխալ արժեք ենք տվել, էլի։ Բայց լավ, այդ ոնց որ կարևոր չի հիմա, զուտ դետալներ։ Այսինքն ինքը a-ը տեքստը չի կարացել դարձնել integer, էլի։ Տեսեք ինչ է տպում, տումա մուտքը սխալ էր, Python-ը մեր վճռանացավ եւ բղավեց invalid literal from int with base 10 int-ը։ Սա նույնն է, ինչ եթե գրենք ուղղակի ստեղ print, գրենք ուղղակի int a։ Էլի այս error-ներ տալ։ Այսինքն մենք այս error-ի նամակը կարացանք չկորցնենք։ Ու ստեղ yen պրոստը փոփոխականի անունն է, կարանք այս մյուս դեպքի համար է գրենք ասենք ինչ որ is error-իկ, ու էլի տպենք այդ error-իկը։ Այստեղ եթե տանք 0, կգա կընկնի այս մյուսի մեջ, կասի կամ ուզում է 0-ի բաժանը կամ եւ այլն, ու ստեղ բղավեց division by 0։ Okay։ Այսինքն եթե ուզում ենք մեր ոնց որ print-ից բացի նաև մեզ ցույց տա error-ի type-ը, այդ as-ով ենք անում, հա։ Ոչ թե error-ի type-ը ոնց որ այս սրա մեջ է հենց ֆիքսվում, այլ բանը, error-ի նամակը։ Այս ոնց որ ասում կլասի անուն ու դետալները, էլի։ Այս մանրամասներն ենք ուզում, էլի վերցնենք։ Այսա մի հատ ձև կանցնենք, թե ոնց ընդհանրապես այս ամեն ինչը տեսնենք, այս լրիվ որ ոչ բան չկորցնենք, էլի։ Սա կոչվում է traceback, որտեղ սա traceback դեր գրացա։ Ոնց որ երբ որ մի քանի հատ իրար կանչող բաներ են խնդրեմի բերում, սենց ինքը մի հատ մեծ հերթականություն է դառնում բաների ու ոնց որ սա կանչեց նրան, վերջում եկավ խնդրեմ հայտնվեց։ Ինքը ոնց այդ խնդրեմից սկսած սենց հետագծով հետա գնում, ոնց որ հետքերով գնում է այն կողմ, որ այդ ամենը մեզ տալիս է, էլի, սենց ասած, այդտեղից այս traceback անունը, trace-ը հետքն է, back-ը պրոստը հետ, էլի։ Ու այս հաջորդ կտորն էլ արդեն ոնց որ պայտակ ասացի, կարանք բան անենք։ Այն մնացած error-ները, որ գուցե իրենց հաշվի չառնեինք, իրենց համար ուղղակի գրենք ստեղ բան except exception ու սենց աշխատացնենք, էլի, ու ինչ-որ ցանկացած ուրիշ անում։ Դրա համար ոնց որ այստեղ չեն գրում ուղղակի except, որտեղ եթե գրենք except, նամակի տեքստը կորցնում։ Գրում ենք except exception as ինչ-որ բան։ Ինչ-որ հարցեր։ Հիմա եթե մենք ուզենանք բոլոր ոնց որ մի բան գրենք, ինքը բոլոր error-ները մեզ տա։ Ոնց հնարավոր է, այսինքն ոնց է Python-ում մենք ավտոմատ որ սխալ բաժանում անենք կամ բան, ինքը sense տենց մեզ այդ error-ները տալիս է, չէ՞, ասում է ինչ ենք սխալ արել, 0-ի ենք բաժանել կամ տեքստի ենք բաժանել։ Ահա։ Այսա եթե sense գրենք։ Այդ է հարցը։ Այսինքն եթե գրենք, ինքը հա ցանկացած error-ի դեպքում կասի որ error-ը ու կասի այդ error-ի տեքստը։ Ոնց որ եթե մեզ ուղղակի պետք է հասկանալ error եղել է թե չէ, ահա, всё, խնդիրը լուծվեց։ Բայց մեզ պետք է լինում ոչ թե իմանալ ինչ error ա եղել, այլ իմանալ ոնց այդ error-ը հանգուցալուծել, էլի։ Դժվար բառը։ Ոնց այդ error-ի տակից դուրս գալ, ասենք ասած, էլի, ու այդ ոնց որ շրջանցել կամ ուրիշ բան անելու համար հաճախ պետք է լինում իմանալ, թե կոնկրետ ինչ error-ի հետ ենք գործ ունենում, էլի։ Օրինակ, եթե բան մի հատ ֆունկցիա կիրառեցինք, որ փոփոխականի տեսակը փոխենք error գցեց,
իմանանք, ասենք լավ է, հələ մի հատ արի ուրիշ ֆունկցիա կիրառեմ սրա վրա, կամ եթե ինտերնետից հարցում արեցինք, չտվեց, ասենք լավ է, արի մի հատ 5 վայրկյանից էլ փորձեմ, էլի։ Մեզ պետք է իմանալ, թե ինչ խնդրի ենք առնչվել, որ իմանանք ոնց որ այդ խնդրը ոնց լուծենք, էլի։ Այս ամեն ինչի այս թեմայի անունը մոռացանշեմ ինքը ոնց որ error handling-ա կոչվում, էլի։ Handle անել ոնց որ ղեկավար, ոնց որ անել ոնց որ կոնտրոլի տակ պահել, էլի, sense ասած, error-ները ոնց կոնտրոլի տակ պահենք, որ ոչ մի բան չգմփա չնախատեսված, այլ նախատեսված գմփա ու այդ գմփալու դեպքում ինչ որ բան անենք, էլի։ Դրա մեկ էլ ոնց որ էս ավելի ինֆորմատիվ error-ը տեսնելու հետ կապված էլ, այդ traceback-ը տեսնելու համար մեզ պետք է գրել օգտվել import traceback մոդուլից, ինքը Python-ի ներկառուցված մոդուլ է, հանգիստ կարանք գրենք առանց ոչ մի install-ների մասին մտածելու։ Ու եթե ուզենանք տպենք իր exception-ը, կարանք գրենք ստե ուղղակի print traceback get print exc exception բառից։ Ու սա որ աշխատացնենք, տեսեք, տպեց ես մեր նամակը y-ի մեջ, ու ստեղ էլ տպեց ես մեր traceback-ը։ Այսինքն այս կերպով ոչ մի բան չեն կորցնում ընդհանրապես։ Կարանք իրան բան անենք, պահենք փոփոխականի մեջ, այդ փոփոխականի հետ ինչ-որ բան վարենք, դրա համար պետք է գրենք ճիշտ է fetch x, բայց կապ չունի, էլի, էությունն է կարևոր, print-ը միանգամից տպում է, էլի, այն մեկը փոփոխականի մեջ է պահում։ Ու մի հատ բան օրինակ, որ շատ արվում է, մենք մի հատ բան product ենք սարքել թեթև, ու այդ արդեն ոնց որ ինտերնետ ենք գցել, sense ասած, գրել ենք, դրել ենք, որ հենց error-ը հանդիպում, գա բան անի, traceback-ը կանչի, fetch անի այդ error-ը ու գնա դատաբազայում error-ը գրի։ Ինչ որ ժամանակում ենք բացում նայում ենք, տենում ենք որտեղ է տրակի մեր ծրագիրը, ըստ դրա սովորում ենք ոնց իրան դզենք, էլի։ Այս exception handling-ը, որ ասում եմ հրաշք բան է, ինքը տենց ահավոր հրաշք բան է, էլի։ Մի քիչ բան է անում, էլի։ Ամեստաբար է ասում, որ հրաշք բան է։ Իրան չափից շատ օգտագործել էլ պետք չի, ոնց որ ինքը չպետք է լինի գործի փոխարինող բան, որ դե լավ եկեք այս error-ի հարցերով չզբաղվեմ, մի հատ try-ի մեջ կգցենք գնա, բայց ինքը շատ օգտակար գործիք է, էլի, կարճ ասած։ Լավ։ Հիմա ոնց որ if-եր անցանք, ասացինք if-ի հետ else կա, ասացինք դե եթե ես, եթե չեմ մյուս դեպքերում են, ասացինք դե լավ, լավ է, ընտիր է։ For-երի դեպքում անցանք, ասացինք դե լավ, մի քիչ տարօրինակ է իհարկե, for-ի հետ else, բայց դե լավ հիմա պուտվի։ Հիմա մի հատիկ էլ else ունենք, այս մեր else-ը try-երի հետը։ Ինչած եթե կուզեք վիդեո ուղարկեմ, թե խի է for-ի դեպքում else-ը բանը, կամ լավ եկեք, եթե կուզեք շատ լավ վիդեո է ձեզ կուղարկեմ մոտմուտս նշան։ Այ, կներեք։ Կարճ ասած, այս մեր for-ն էլ else ունի, որն է իրան դերը։ Else-ը ոնց որ այս դեպքում նշանակում է, որ բան, ոնց որ եթե ծրագիր ենք ստեղ գրել, փորձել ենք այս ծրագիրը աշխատացնել, դրել ենք, որ լավ, եթե հանկարծ error լինի, այսպես կանես, իսկ ինչ եթե error չլինի, մենք կարանք ոնց որ մի բան փորձենք ու ասենք, եթե պրավալ չգնաց, ուրեմն սենց է, էլի։ Այդ ոնց որ նման է նրան, որ ասենք, եկեք փորձենք գնալ հանձնել քննությունը, եթե liquid մնացինք, անենք սա, եթե ոչ մի պրոբլեմ չառաջացավ liquid չմնացին, գնանք նշենք, էլի, մոտավոր դրա բանն է, էլի, else-ը նշանակում է, սա ոնց որ կարանք պատկերացնենք սենց, էլի, գրած է if problem, սա էլ else։ Եթե պրոբլեմ չկա, հիմա ստեղ եթե գրենք, ինչ որ թիվ են գրել, գալու է, սա աշխատացնի try-ը, error չկա Excel-ի մեջ չմտնի, գա աշխատացնի else-ը։ Եթե աշխատացնենք ու պրոբլեմ լինի, կգա աշխատացնի այս կտորը ուղղակի ու վсё։ Նորմալ էր։
Եվ վերջապես մենք ունենք մի հատ էլ բան էս բանի մեջ, try except-ի մեջ, ինքը կոչվում է վերջապես finally-ա գրվում, սա ոնց որ ասում է այն վերևում ինչ ուզում է լինի, ուզում է ոնց որ liquid մնաս, գնաս հետո փորձես նորից liquid-ը հանձնես, կտրվես, գնաս հետո ուրիշ ելզի մեջ մտնես, ուզում ես գնաս միանգամից մոտդ ուրիշ ստացի, ինձ ընդհանրապես ոչ մի բան կապ չունի, ինչ ուզում է լինի, ես մեկը աշխատելու եմ։ So finally ոնց որ ի վերջո, մինչև ինձ ինչ ուզում ես արել ես, ի վերջո մի հատ ինձ էլ աշխատացրու, էլի։ Այս օրինակ որ աշխատացնենք, այս խնդրի դեպքն էր, աշխատեց ես մեր exception-ը, օծը ասում է եւ այլն, հետո վերջում finally-ում գրում ենք որ լավ թե վատ ամեն դեպքում մեր գործը արեցինք։ Այս եթե error հանդիպեց։ Հիմա եթե error չհանդիպի, ահա, վերջում էլի ասում է լավ թե վատ մեր գործը արեցինք։ Ինքը այս մի հատ կտոր է, որ մենք միշտ գիտենք ինչ ուզում է լինի աշխատելու է, էլի։ Իրանով ամենակարևոր բաներն են արվում, էլի, որ պետք է հստակ իմանանք, որ իրենք հաստատ արվելու են, ասենք, որ ֆայլ ենք բացել, հետո գործ ենք անում, մենք կարա պրոբլեմ առաջանա, կարա պրոբլեմ չառաջանա։ Ցանկացած դեպքում պետք է վերջը ֆայլը փակենք։ Դա այդ ֆայլ փակելու բանը կգա այս finally-ի մեջ հաստատ, էլի, ոչ թե վերևիններից ինչ որ մեկի մեջ։ Այստեղ ինչ որ հարց կա, ժողովուրդ։ Else-ի հետ կապված ինչ որ օրինակ կա, որ ինքը իմաստ ունի օգտագործել։ Դե ոչ որ հատ ամենաբան հիմնական օրինակը նա որ ասենք բան, երբ որ հիմնականում տենց կոդ ես գրում, նաև ասենց ասած print-ի մի քիչ պրոֆեսիոնալ վերսիա է, բայց printer-ը շարում, որ բան է անում, քեզ նշում է ստատուսը, ասենք գրում ես, step is կարող երևի դաժե ցույց տամ, okay կլինի, հաչելով եկեք նասեկի ցույց, ուզում եմ հենց կոնկրետ մի քանի օր առաջվա կոդից բան ցույց տալ, բայց երևի չկարելի այդպես բան անել։ Լավ, մի ֆեսկով կնայեք շեղվեցի։ Մի հատ կոնկրետ կիրառություն է, որ քայլ-առ-քայլ նշում ես ուր ես հասել, գրում ես step 2.1 անում եմ սա, step 2.3 անում եմ սա, ու շատ հարմար է լինում, երբ որ հետո գրում ես, ասում ես, ասենք բան, step 2.1 տակը գրում ես, պրավալ տվեցի, կամ հետո կատակ գրում ես, բան, հաջողվեց, ասում եմ սրան։ Մի բան պրոստը է, որ քեզ ինքը ինֆորմացիա հայտնի, թե դու որտեղ ես հասել, որ դու հետո բացես քո printer-ը կարդաս, մեջը ամեն ինչ նորմալ տեսնես, էլի։ Բայց եթե ինքը աշխատում է մենակ այն դեպքում, երբ որ try-ը աշխատում է, այսինքն exception չի գցում։ Այդ դեպքում իմաստը որն է, ոնց որ else օգտագործել իր մեջ print անել, եթե նույն ձև կարանք try-ի մեջ print անենք։ Շատ լավ, ահա որ լավ հարց է, շատ լավ հարց է։ Մի բան է նա, որ ոնց որ այդ ստատուսը թարմացնելու կոդը ինքը տրամաբանորեն ոնց որ այն ինչ ուզում ենք փորձենք, այդ դրա հետ կապ չունի, էլի։ Մենք ուզում ենք փորձենք թիվովակի բաժանենք, մենք չենք ուզում փորձենք իրան բան անենք։ Փորձենք գրել թե ինքը ինչ է որով, էլի։ Դրա համար տրամաբանական իր դիրքը այս else-ի կտորն է։ Որ այլ լավ գրենք սրան else-ում, ոչ թե try-ում։ Այդ ոնց որ տրամաբանական մասը։ Այդ մի բացատրություն, մյուս բացատրությունը նա, որ դե եթե print ենք անում, հա, print-ը միշտ ճիշտ կլինի, բայց եթե մենք ուզենանք հաջողության դեպքում մի հատ ինչ-որ ուրիշ բան անել, այդ ուրիշ բանը կարող է այդտեղ մի բան ինչ անենք։ Օրինակ, թիվը վերցնում ենք, բազմապատկում ենք ինչ-որ թվով, ու եթե հաջող է լինում բազմապատկելը, ուզում ենք բաժանենք մի հատ ուրիշ թվի։ Հիմա դեռ կարող ենք try-ի մեջ գրենք, էլի այդ կտորը, ինչի համար։ Եթե հաջող ա եղել, կգա կշարունակի ստեղ աշխատելը կանի, բայց ինչ եթե այդ մեր կոդը է նա, որ այս թիվը վերցնում է ու բաժանում է 0-ի։ Եթե ինքը try-ի մեջ լինի, ուրեմն всё, ոնց որ այս կտրակի արդեն։ Մինչդեռ այն ինչ մենք ուզում ենք փորձենք, այսինքն ուղղակի այս կտորը, ինքը հաջող է աշխատում։ Դրա համար ոնց որ լրացուցիչ error-ի բուն չդառնա, իրան առանձնացնում ենք ուրիշ տեղ, որ հստակ իմանանք ոնց որ սա է, այս է։ Okay։ Okay, բայց դեպքում sense բան ասեմ։ Եթե այս օրինակով նայենք, իրան else-ի մեջ գրենք ու բաժանենք 0-ի։
Սենց տենց else-ի մեջ էլի որ անում ենք, չպետք է էլի try catch անենք, որ հասկանանք ինքը։ Հիմա չենք կարող մենք նույնպես այս try-ի մեջ այդ երկրորդ գործողությունը անելուց մի հատ էլ try except դրենք։ Կարանք տարբերական դա ուղղակի ոնց որ լավ կլինի տարանջատենք էլի, ոնց որ ինչով ինչ ենք ուզում փորձենք էլի։ Ոնց որ լավ, ես արդեն հասկացա, այսինքն ստացվում է, որ սենց լիքը ոնց որ ինչ-որ հերթականության գործողություններ անելու դեպքում, եթե try-ի մեջ սենց try-ներ գրենք, ոնց որ սենց խառնվի իրար, նորմալ չի հասկացվի, բայց եթե L0-ով գնանք, ոնց որ ինքը մեզ ավելի պարզություն կտա, էլի։ Գիտես ինչին է նման, այն որ բան, այն կլասների մեջ ֆունկցիա են գրում, որ բան սա ֆայլերը տալիս է բանի, ֆոլդերի, ու հետո մի հատ էլ որ այդ ֆայլերի մասին ուրիշ ինֆո է տալիս։ Եթե չեմ սխալվում, հենց դու առաջարկեցիր, որ մի ֆունկցիայով ավենք, որ օպտիմալ լինի, որովհետեւ հա ճիշտ է, շատ ավելի օպտիմալ կլինի, բայց այ փորձենք նենց անենք, ոնց որ մի ֆունկցիան մի գործողություն անի, այստեղ էլ ոնց որ լավ կլինի այդ բլոկերի նպատակները չխառնենք իրար, էլի։ Իմանանք, որ else-ը ինքը try-ի հաջող աշխատելու դեպքում է աշխատում։ Այս բան try-ի մեջ ոնց որ մի խոսքով շատ էլ չկրկնվեմ, կոնցեպտը մեծամասամբ դա է, էլի։ Իրականում դες լիքը նրբություն դեպքեր կան, էլի, այս except-ի մեջ կարանք կոդ գրենք, որ հենց ինքը error գցի, ասենք այս except-ի մեջ եթե print անենք 1 բաժանած 0։ Ահա։ Ու իմիջիալից այս կակաս ուզում եմ ես կետին էլ գայի, ինչի է final-ին լավ, որտեղ ասենք մի տեսանկյունից կարենք բան անենք, չէ, final-ին բռնենք գրենք բանի մեջ, ասենք եթե final-ին գրենք ստեղ կամ կարենք համ ստեղ գրենք, համ ստեղ գրենք, համ ստեղ գրենք, չէ, այս 3 տեղն է եթե final-ի գրած լինեինք, ու սրանք պրոբլեմ առաջացնեին, երբեք չէր աշխատելու այս վերջի տողը, էլի, իսկ final-ին ինքն հնացա, որ error-ի մեջ էլ error ուզում է լինի ու error-ի մեջի error լուծելու error-ի մեջ էլ եթե ուզում է error ընկնի, մեկամ միշտ final-ին աշխատում է, էլի, կկրոս այդ կետին էլ եկանք։ Final-ին են իսկականից էլի, են ի վերջոն է, էլի, ինչ կարգի ուզում է մեռնի մեր կոդի, ինքն մահի վերջի խոսքերն է ասում, էլի, ու չեն կարող նենց սպանենք, որ չկարանա այդ վերջի խոսքերը ասի։ Այս պահը նորմալ է, ժողովուրդ։ Դերավ, շարունակենք մի քիչ իշտեն։ Ու հա, ոնց որ այս final-ի արգումենտներ, որ կարա error-ի մեջ էլ error ընկնի, դրա համար արժի final-ի անենք, որ ինքը ցանկացած դեպքում սենց տնենց աշխատի։ Ու եթե in-ի բերենք, հերթականությունը ոնց է արվում։ Սկզբում մեր try-ն է, այն ինչ տրամբանական է էլի իրականում ահագին։ Սկզբում այն ինչ ուզում ենք փորձենք։ Հետո except ասում ենք, դե լավ, եթե սենց պրոբլեմն է, հեսա, հետո սենց պրոբլեմն է, հեսա, եւ այլն։ Հետո ասում ենք, որ եթե այս բոլոր պրոբլեմները չեղան, այս արա, այս բանը արա։ Ու հետո ասում ենք, դե լավ, ինչ ուզում է լինի, վերջում մի հատ այսա կանես։ Այս ոնց որ մեր exception-ի բանի հերթականություն։ Այս try except-ի բլոկի էլեմենտ բան։ Խոսքով հերթականություն։ Հա, ասում եմ։ Կարեն։ Իսկ կա ինչ-որ տարբերակ, ոնց որ else try դեպքում աշխատում, նույնպես except-ի դեպքում էլ ինչ-որ էլի, այսինքն ուզում ենք ինչ-որ բան էլի գրենք, կոդ except-ի համար, բայց except-ի մեջ էլի չգրենք, ուրիշ տեղ գրենք։ Հա, այսինքն այդ լոգիկայից որ դուրս չգանք, էլի, այսինքն բայց ուղղակի except-ի մեջ ինչ-որ ուրիշ բան գրելու տրամաբանությունը ունի, որ except-ը այնա, որ
Ոնց որ accept-ի տրամաբանությունը հետևյալն էր։ Եթե ինչ-որ բան փորձել ենք պրավալ գնացել, սա աշխատի, else-ի տրամաբանությունը սա էր, եթե ոչ մի բան պրավալ չի գնացել, սա աշխատի։ Accept-ի մեջ ինչ-որ բան եթե նայենք, այդ ոնց որ եթե պրավալ գնալու դեպքում աշխատող կոդը պրավալ է գնացել, այս է աշխատացրու, այդ ոնց որ երևի ամենատրամաբանական բաները, որ accept-ի մեջի կոդը էլի դնենք try accept-ի մեջ։ Նորմալ էր, կարող է շատ խառնող էր, շատ է բառերը, շատ հեշտ է սրանց մեջ խառնվել։ Հասկացա, մերսի։ Շատ լավ։ Մերի Լուսինը ձեզ ոնց է, կարող է արագ եմ գնում կամ չգիտեմ։ Ինչ օքեյ։ Դե լավ։ Դա ոնց որ խնդիրներ լուծելուց խոսացինք։ Հիմնականում ոնց որ մի խոսքով ավելի հաճախ խնդիրներ առանց ինչ-որ տափակ կատակի, կարճ ասած, իսկ ոնց կարանք մենք խնդիրներ բարձրաձայնենք, ոնց կարանք ավելացնենք ինչ-որ խնդիրներ։ Այստեղ Պոլոդիկ էի գրել, չգիտեմ խեմ անել։ Գիտեմ լուրջ տեղ էի բանում։ Մի խոսքով, որոշ դեպքերում լավ կլինի, որ հենց ուղղակի մենք խնդրեմ բարձրացնենք։ Օրինակի համար ուզում ենք բան, գրել ենք ֆունկցիա, որ input է անում թիվ, ինչ որ։ Մարդուն ասել ենք բան, ասա թե քանի հատ պաղպաղակ ես ուզում, ու իր բանը դնում ենք input-ի մեջ։ Հիմա եթե ինքը input անի -4, Python-ին տեսենք ինձ օքեյ է, -4-ը կարող է ինքը int դարձնի։ Բայց մեր համար -4-ը խնդրեմ է։ Լավ կլինի, որ եթե ինքը -4 է input արել, մենք դժգոհանանանք միանգամից error գցենք, ասենք հոп stop, չի կարելի -4։ Այսքան դեպքեր կա շատ հաճախ, երբ որ չենք ուզում բավարարենք Python-ի հենց բուն Python-ական error-ներով, այլ ուզում ենք ավելացնենք մերը։ Մեր տրամաբանական խնդիրներն ենք ուզում ավելացնենք այդտեղ։ Դրա համար դա արվում է ոնց որ խնդրեմ բարձրացնելը արվում է raise բանի միջոցով, վարվում ենք sense, գրում ենք raise, գրում ենք այս մեր կլասի անունը, թե ինքը ինչ exception է։ Ու կարանք նաև գրենք, ճիշտ ու նաև գրում ենք այդ նամակը, թե ինչ պետք է բերում։ Այդ սա եթե աշխատացնենք, տեսեք ինչ է։ Բարև, հետո գցեց exception հաջող valid-իկ։ Մենք այստեղ գրենք բան, value error։ Ու սա աշխատացնենք, ինքը կգա կգցի, կասի բարև, value error, մի խոսքով։ Ու այս ներքևի տողը արդեն չի աշխատում, էլի։ Այս raise-ով մենք կարողանում ենք խնդրեմը ջրի ոնց որ կարող ենք արհեստական նոր խնդիր բարձրացնենք, էլի։ Okay։ Այսինքն, եթե ուզենանք օրինակ, չգիտեմ, 5-ի վրա չբաժանվի, սենց պիտի անենք։ Ահա, որ եթե օրինակ ասենք, որ 5 չի կարելի մուտք անել, n-ը հավասար է int input։ Կարանք ասենք if n-ը հավասար է 5-ի, raise արա այս error-ը։ Հիմա սա եթե աշխատացնենք, 4, okay, կանք ասենք ստեղ 5, հիմա problem տվեց։ Նորմալ էր։ Իսկ որ ազով գրում ենք ինչ-որ բան ենք տալիս, օրինակ չգիտեմ, այդ ինքը տակից էլի սենց raise-ով է արած, հա, որ վերում է բանը error-ից հետո արդեն անունը կապիտողնող բան։ Այստեղ չէ։ Այս ազի պահը այստեղ է հետեր չէ հարցը։ Հա։ Այս բանին աննման, այս ոնց որ այսենց որ գրում ենք, ինքը այս value error-ի արժեքը, սենց ասած այդ մեր օբյեկտը վերագրում է անում այս մեր y-ին, էլի։ Սա նման է բանին, որ ասում ենք with open ինչ-որ բան, մի խոսքով, as f, ինքը այս սրա արժեքը վերագրում էր f-ին ու արդեն f-ի հետ գործ էինք անում։ Հիմա ստեղ ինքը այդ առաջացող error-ը պահում է եւ փոփոխականի մեջ, ու մենք կարողանում ենք իր հետ արդեն աշխատել։ Նորմալ է։ Հա, հասկացա, մերսի։ Այսինքն օրինակ եթե գրենք exception as y,
ու արդեն հետո կոդի մեջ ստուգենք, եթե դիեն կոնկրետ այսինչ exception-ն է, այսինչ բանը արա, հա, տենց։ Դե ոնց որ կոնկրետ, եթե yen կոնկրետ այսինչ exception-ը այսինչ բան արա, ոնց որ եթե այս բլոկի մեջ է մտել, որ մենք ստե գրել ենք ինքը կոնկրետ ինչ պետք է անի, եթե ինքը այն value error-ն օրինակ էլի։ Այսինքն sense ասած սահմանման մեջ արդեն ըստ նրա, որ ինքը մտել է y-ի մեջ, մենք արդեն գիտենք, որ ինքը value error է, էլի, կարանք էլ չստուգենք ինքը value error-ը թե չէ։ Այդ կոպիտ ասած ոնց որ եթե գրենք if n-ը հավասար է 5, ստեղ է սրա մեջ էլ կարիք չկա նայենք n-ը 5-ա թե չէ կամ ստուգենք 6-ա թե չէ, որտեղ գիտենք, եթե ստեղ է, ուրեմն 5-ա։ Այդ չէ հարցը, ճիշտ էի հասկացել։ Նկատի ունեմ, եթե value error չէ, եթե просто exception են գրում։ Հա, Այսինքն բոլոր հա, օքեյ, այդ exception-ը հասկանալ թե այսինքն ուղղակի գրել ենք except exception SE ուզում ենք ասենք եթե in value error-ա սա հետարքիր ոնց կարանք անենք։ Հա, նկատի ունեմ, որ իմ ընդհանուր հարցը ոնց որ այն է, որ հիմա եթե մենք տվել ենք as-ը, մենք այս try-ը բան except-ից դուրս ուրիշ տեղ կարանք, չէ, արդեն այդ yen վերցնենք, ինչ որ բաներ անենք, թե չէ։ Հա։ Դա պիտի պարտադիր մեջ անենք։ Հասկացա, այսպես ստեղ sense բանը գրած, ուստեղ ասում մեծամասամբ չի լինում, որտեղ ոնց որ այդ կտորում արդեն ինչ ուզում էինք արեցինք բրծանք։ Հա, այս կտորը ջնջենք։ Ու իրականում նաև ասենք exception վերցնել ու այդ exception-ի հետ ինչ-որ բան փորձել։ Իսկ այս exception-ի մեջ նայել ինքը ինչ տեսակի exception-ա, դա էլ չի լինում, որտեղ եթե գիտենք, ասենք, այս դեպքում այս բանն ենք ուզում անենք, միանգամից բան կանենք, էլի։ Առանձին կգրենք իրենք, ասենք except այս ինչ-որ բան է տարը։ Սա էլ հա, սենց այս բանից դուրս չճանաչեց իրան, էլի։ Կնիքի իմաստուններ մենակ այդ except բլոկի մեջ։ Էլի ինչ-որ հարցեր։ Լավ, մի հատ էլ ձև կա error-ներ բարձրացնելու, սրանով արդեն մոտենում ենք նրան, թե ոնց է profound-ը աշխատում։ Այդ ոնց որ երբ որ ստեղ գրում ենք, ասում ենք, եթե n-ը հավասար է 5-ի, բարձրացրու այս error-ը օրինակ, այդա մի տողով անելն է։ Ինքը կոչվում է assert, ու մենք assert-ը ոնց որ բան լինի, ենթադրել լինի, էլի սենց ասած։ Այժմ վստահեցնել։ Սենց ասում ենք num ինքը հավասար է input, ու հիմա եթե ուզում ենք որ դրական լինի այս մեր 0-ն, օրինակ արմատ ենք ուզում հաշվենք, պետք է դրական լինի։ Այստեղ կարանք ասենք վստահեցրու, ոնց որ հաստատ ծերից ծեր վստահեցվի չէ։ Կանգնեցած ոնց որ make sure էլի։ Իմացի որ հաստատ 0-ից մեծ է, հետո շարունակ։ Այստեղ ոնց որ այսա որ աշխատացնենք, եկեք լավ օրինակով ավելի լավ տեղ կգա։ Ասենք գրենք 4, այսա ճշմարիտ է։ Քանի որ սա ճշմարիտ է, սա ասում է օքեյ, ոնց որ կոպիտ ասած դուռա, ոնց որ փորձությունն է, եթե այս փորձությունը անցար, այստեղ դրական եղար, կշարունակես անցնել, եթե չէ, չես լինի։ Ոնց որ պահակներ են էլի հերթով տենց շերտ առ շերտ անվտանգություն կոպիտ ասած դարձնել, հիմա եթե գրենք -3, այստեղ դինելու է բան, false է լինելու, վсё, ինքը չի թողելու դու առաջ գնաս։ Հատիկ տարբեր ասորտներով տարբեր բաներ ենք ստուգելու, էլի, որ ասենք դու պետք է սրանով բավարարես։ Չբավարարեցիր error եմ գցելու։ Ու եթե ուզենանք գրենք այդ error-ի տեքստը, կարանք ստեղ մի հատ ստորակետ դնենք ու գրենք այդ մեր տեքստը, թե ինչ պետք է տպի։ Եթե ստեղ գրենք օրինակ -7, ինքը կտպի assertion error ու կասի պետք է 0-ից մեծ լինի եւ այլն եւ այլն։ Էս նորմալ է ժողովուրդ։ Իրականում ոնց է աշխատում բանը profound-ը մեծամասամբ էլի։ Իրա մոտ որ թեստեր է գրած sense տարբեր ասենք։ Եթե 1-ը տպի 3,
եթե 4-ը տպի 5 եւ այլն եւ այլն։ Շատ մոտավոր եմ ասում, բայց ինքը ձեր կոդը որ գրում եք, ինքը այդ կոդին մուտք է տալիս 1-ը, ասենք f ֆունկցիան գրել, գրում է f1, իրանց գրած է assert f1-ը հավասար է 3, հետո assert f2-ը հավասար է 4։ Ոնց հատիկ դեպքերը գրած է այդ input-ների, մի քանի հատ public-ներն է գրած, ու հետո տակը լիքը private-ներ է գրած, ասենք տարբեր էլի մուտք ելքի զույգեր է գրած, իրանց համար սա աշխատացնելով գնում է, ու եթե ամեն ինչ հաջող աշխատեց, ասում է, всё, կանաչացնում է, եթե մի բան պրոբլեմ տվեց, ասում է մի վարքյան error ունես։ Մենք նույնիսկ եթե շատ ուզենք, կարող որպես պրոյեկտ տենց մի հատ mini profound գրենք, որ մարդը կոդը գցի, ու մենք ստուգենք, ասենք ճիշտ է ինքը աշխատացրել, թե չէ։ Այդ ոնց որ երևի միասին չենք անի, համարյա հաստատ միասին չենք անի, բայց ձեզ որպես հավես բան մտածելու կարելի է անել։ Այս ասորտները իրենք տենց թեթև նիհարոտ ձև են, էլի, որ պրոստը մի տողով մի բան ստուգեցիր բրծար, բավականին հարմար են, էլի, հատկապես այդ թեստավորման գործում, էլի, եթե ֆունկցիա են գրել, այդ ֆունկցիայի համար դեպքեր ենք ուզում առանձնացնենք, որ ինքը միշտ ճիշտ լինի, ասորտներով ենք ավելի շատ վարվում, էլի, ոչ թե ռեյզերով։ Դեռից ինչ-որ հարցեր։ Դե լավ, ասենց ժողովուրդ այս մինչ այդ կոդը որ գրել ենք, ինքը երբ որ գալիս է բան է լինում, 0-ից երբ որ բացական թիվ է գալիս, error է գցում ու միանգամից դրակում, բայց կարող եմ ավելի պատասխանատու ձևը լիներ գրել բան, ասել num int հավասար է input, դեռ ասել if num-ը մեծ է 0, ու մտածել ասել, լավ, օքեյ, բայց եթե գրենք num-ը փոքր է 0, թե բացական է, այստեղ մտածել ինչ անել այս դեպքում, ու հետո նոր մեր գործողությունը անել, այսինքն սենց ասած մտածել ասել, լավ, երբ կարա կոդը ջարդվի, այս դեպքում կարա ջարդվի, այս դեպքում, ինչ պետք է անեմ ես, եթե սենց լինի, դե լավ, այս կանեմ, այն կանեմ, այսօր դնել նորմալ պլանավորել ասել, ամեն մի պրոբլեմ ես սենց կլուծեմ, ու եթե if-երով սենց նայենք, ի վերջո մեր կոդը կարա ոչ մի error չգցի, որովհետև մտածել ենք սաղ դեպքերի մասին։ Այս սենց որ գրել ենք, այս ոնց որ դե լավ, ոնց որ բռնենք, փորձենք, եթե մի բան տրաքեց, կգանք կջոկենք ոնց ենք լուծում այդ խնդիրը։ Այս երկու բանը երկու տարբեր կոնցեպտուալ մոտեցում են։ Մեկը կոչվում է բան look before you leap, LBYL, այդտենց է բան հապավում։ Ինքը բանն է, ոնց որ 7 կտրիր, 1 չափիրն է։ Մի հատ մտածի տես, ինչ պրոբլեմ կանի, սա պրոբլեմներին պատրաստվի, նոր սկսի գործել։ Այդ մի մոտեցումն է, մյուս մոտեցումը բանն է։ Easier to ask permission, forgiveness than permission, ավելի հեշտ է ներողություն խնդրել, քան թույլ տվություն։ Այդ այնա որ всё, ասես, հելանք, գնացինք։ Գնում ես մի բան տրաքի, ասես, վայ, կներեք, չէի ուզում։ Ու այդ դեպքում ինչ որ ուրիշ ծրագիր կաշխատացնես, էլի։ Այդ երկու կոնցեպտուալ մոտեցում ունենք, էլի։ Իրենց մեջ դժվար է ասեմ, որն ավելի լավ, որն ավելի վատ։ Ընդհանուր առմամբ, ոնց որ այս բանը error բարձրացնելը ինքը շատ ծանր գործողություն է ու շատ է դանդաղացնում կոդը։ Ու ասենք ես դաժե լսել եմ, որ տենց բան մի հատ օֆիսում արգելված էր exception օգտագործել, կոդ բան էին դրել, որ կոդը ստուգում էր, եթե միտեղ exception ես գրում, չէր թողում ուղղակի այդ կոդը աշխատացնես, մեր ոչ մի դեպքում exception չգրեք, շատ ծանր բան են դրանք, սենց չեղավ, ծրագրավորողեք, կարող ինչի համար են ձեզ փող տալի, դրեք մտածեք սաղ դեպքերի համար հասկացեք ինչ եք անում, բայց Python-ում տենց Python-շիկները շատ են սիրում, էլի ես ավելի կոպիտ ասած կացինոտ մոտեցում էլի, որ պրոստը ուղիղ գնում ենք առաջ, ինչ կլինի, մի բան կտրակի, կլուծենք այդ խնդիրը։ Անձամբ ես շատ ավելի շատ եմ օգտագործում այս բանը, try except-ով մոտեցումը։ Սա մի հատ նյութ եմ դրել այդ մոտեցումների մասին խոսացող ընդհանուր։ Ես ընդհանուր խորհուրդ կտամ երևի սենց, եթե դժվար չի բռնեք մտածեք, թե ինչ պրոբլեմ է իրան ոնց լուծեք, էլ մի ինգեք error սպասեք, միանգամից հարցերը լուծեք։ Եթե անսպասելի կարա լինի կամ շատ դժվար է բռնել կանխագուշակել, երբեմն գուցե անհնար լինի նույնիսկ կանխագուշակել, էլի։ Այդ դեպքում դե ինչ արած try except-ին դիմեք։
Կարճ ասած, ոնց որ ինչքան կարաք ես լբի գերեկելից արեք, ինչքան չէ, ես եաթիկից արեք, էլի։ Մի խոսքով, ինչքան կարաք պատրաստվեք, եթե չեք պատրաստվում, գոնե պատրաստ եղեք, այդ չպատրաստվելու պատճառով առաջացող հետևանքները մի ձև լիոլա տանել, էլի։ Այն ամենավատ տարբերակն է, որ ոչ պատրաստվեք, ոչ էլ try except-ով ստուգում եք, էլի։ Այդ չէ, ոնց որ կգնա կտրակի կոդով, վсё, էլ ոչ բան չեք կարող անել, էլի։ Նա ինչ որ հարցեր ստեղից։ Երավ։ Ու տեսել ոնց որ ընդհանուր բանն է, exception-ների հիերարխիան է, ոնց որ տոհմածառ, այդ բառը շատ կորցրել եմ։ Exception-ների տոհմածառն է, որ exception-ը որտեղից է գալիս, ոնց որ ով երեխան է, կան սկզբում sense, մենակ այս keyboard interrupt-ը շատ հայտնի exception-ը, ինքը նույն մակարդակի վրա է, ինչ exception-ը, ու այսինքն է, որ այսպես գրում ենք, stop ենք տալիս կոդը։ Keyboard interrupt։ Այստեղ նույնիսկ եթե ինչ-որ error բանան ընկնի, կարանք գրենք, ասենք, կարանք փորձենք էլի ինչ-որ դեպքերում չի աշխատի, բայց կարանք բռնենք ու stop տանք կորեք։ Այստեղ interface-ով էր, terminal-ում control-C է սխմում, որ պրոստը ինչ անում ես հերիք է, էլ մի արա։ Բայց ընդհանուր ոնց որ exception-ների ընտանիքը exception-ն է հենց, դրա համար որ գրում ենք except exception, ինքը ամեն ինչ վնասվում է։ Իրա մեջ մտնում են այս arithmetic error-ներ, arithmetic-ը մի խոսքով լավ, ինչ որ թվաբանական բաների հետ կապված error-ներ։ Ես հատնում եմ։ Չէ, թվաբանականն էի ասում։ Այդ բառը ներասել։ Հա, մերսի, այդ բառը շուտվանից էր, այդ բառն էլ է շուտվան։ Հիմա լսվում է։ Իմ մոտ լսվում է։ Կարեն կոմոդ։ Կարեն։ Հա, երևի ինչ որ իմ մոտ գալիս։ Okay։ Դեռ այստեղ այս zero division error-ը ես միջանից։ Հա, հրաշք բան է, յուկոմը։ Չգիտեմ դասված թվատես թե չէ, չէ երևի յուկոմով չէ, բայց լավ, խոսքով։ Այստեղ սխալ է ասում, zero division error-ը ինքը value error-ի տակ չի, ինքը բանի տակ է, հենց arithmetic error-ի տակ է, սխալվել եմ սա, կներեք։ Կա տես թվաբանական error-ներ, assertion error-ներ, սրանք նոր տեսանք այդ assertion գրվելն է։ Attribute error-ը ենք տեսել այդ կլասերի մեջ։ Of error-ը end of file error-ն է։ Մի խոսքով, ասես լիքը տարբեր կան։ Իրենց կարաք մի անգամ նայեք ու ցեր տալք։ Տեսեք syntax error, indentation error, tab error, էս էլ է շատ հաճախ մեզ հանդիպած։ Այս մեր type error, value error-ները եւ այլն։ Այս միջավայրից այս overflow error-ը գուցե բանից լսացին եք, stack overflow կայքից հետ օգտվել եք, այդ stack overflow-ի մեջ overflow-ն է, այնա որ ոնց որ stack-ը տվյալների կառուցվածքն է, կառուցվածքը կարեք պատկերացնեք, որ այդպես որ մի հատ բան է, դարակա մեջը գրքեր եք շարում իրար վրա, կարակ կամ գլխից հանեք, կարակ կամ վերևից գիրք դնեք կամ հանեք գիրք վերևից, որ տես գալիս այդ մեր աշտարակը ու լցվում սկսում է թափվել դուրս overflow անում։ Մի խոսքով, այս ոնց որ մի ամբողջ ընտանիք error-ներ էլի կարճ ասած։ Մի բան էլ թե ինչի խաթր ուներ profound սինխրոնելու խաթր հերթականություն sense փոխեցինք, ինչը ես այդքան լավ չիրագործեցի, ինչ որ տեղ խնդիրների բերեց։ Դա նա որ կարանք ունենանք մենք մեր սեփական exception-ները ստացենք։ Դրա համար մեզ պետք է գալ ու ժառանգել բանից, ժառանգել exception մոդուլից, կարանք գանք այսպես բան գրենք, ոնց որ սկզբնական տարբերակը կարանք գանք ստեղ ասենք, class մեր սեփական exception, որ իրան դարձնենք exception, գրում ենք exception, exception-ից ժառանգում ենք իրան,
Կարանք սա ծրագիր գրենք, որ Exagent gender ոչ տեղ մոտ քանոսն դուք սիրում եք կարգին հաղորդում։ Մի քիչ երկար սպասենք, թող բան լինի, գտնի։ Drive-ը կպցնում։ Ստեղ եթե գան գրենք շատ օրինակ, ոչ բան չի լինի, ստեղ եթե սերը հավասար չի շատ, raise անում բան, մեր սեփական exception, եթե գրենք ստեղ, չէ ոչ բան, տեսեք, արդեն գցում եմ մեր սեփական exception։ Հիմնական ծրագրի վրա ինչ-որ ծրագրի աշխատելուց ինչ-որ պահից ուզում ենք ունենանք մենք մեր սեփական exception-ների բանը, որ ասենք ունենանք, ասենք, կարգին չսիրելու error ու իրանից կարգին չսիրելու exception, այդ exception-ից ժառանգվի գա, ասենք, կարգին ընդհանրապես չսիրելու error կամ կարգին հաղորդում չսիրի, խոսքով։ Կարանք մենք արդեն մեր տոհմածառը ունենանք exception-ների ու հենց մենք գրենք, ասենք type error-ները 100 հատ տարբեր պրոբլեմ կարող լինի type error, բայց մեր համար գուցե իրանք ամեն մեկը յուրահատուկ լինի, որ կարողանանք ասենք except մեր յուրահատուկ type error տենց ինչ-որ բաներ, դրա համար պետք է գալիս էլի հաճախ սեփական exception-ների կառուցումը ու կգամ ստեղ ու նաև եթե ուզենանք կարողանանք բան անել, նաև նամակ ունենալ error-ի, ոչ միայն ուղղակի ասել, որ դե լավ S անունով error-ը չնայած զուտ սեփական անունը ունենալը արդեն կարա անջատված մենակ եմ գրեցի, ինչի դեպքում պրոբլեմ չէր տալիս։ Զուտ մենակ են, որ իմանում ենք, որ մեր սեփական անունն է հենց, այդ արդեն կարա օգնի շատ։ Բայց եթե ուզենանք նամակներ վերցնել, վարվում ենք հետևյալ կերպ։ Ստեղ էս փասի փոխարեն, ոնց որ պետք է արդեն նաև նամակ տանք, չէ՞։ Գրենք օրինակ բան։ Self ու ինքը ընդունում է նամակ։ Մստեղ պետք է ասենք self get message հավասար է message, որտեղ հենց exception-ների համար self get message-ը հավասար է նամակ, որտեղ exception-ները հենց այս անունով են ակնկալում, էլի, որ նամակը գրված լինի։ Սա եթե աշխատացնենք ուղղակի, տեսեք ինչ է լինում, մոռացանք տանք նամակը։ Այսօր։ Աշխատացրեց, իհարկե։ Ոնց որ յոլա գնաց, որտեղ exception-ից ամեն ինչ ժառանգել էր։ Բայց մի վարքան։ Դա պետք է մի հատ պրոբլեմ լինել ինձ թվում է։ Եկեք ինչ որ հարցը։ Այս որ init-ը գրում ենք, ինքը արդեն դառնում, հիմա այս մեր սեփական exception-ը կանչելուց, ինքը գալիս կանչում է այս սրան, այս init-ին է կանչում, այստեղ self-get message-ը հավասարացնում նամակի, բայց exception-ի մեջի բանը չի աշխատում։ Exception-ի կլասի init-ը չի աշխատում։ Բայց փաստորեն exception-ի մեջի մնացած ամեն ինչը, որ init-ից դուրս է, բավարար էր, որ ինքը նորմալ աշխատի, դրա համար զարմացա, որ պրոբլեմ տվեց, բայց ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ ձևը վարվելու է նա, որ այս exception-ին բերենք հետ միացնենք, էլի, երբ որ մի հատ init գրեցինք, exception-ի init-ը կորավ, հիմա իրան էլի կանչենք ու իրան տանք այս մեր self-get message-ը։ Հիմա ոնց որ պայլաձևը չի փոխվի, բայց եթե ավելի դժվար բաներ ուզենանք անել, արդեն դեռ այս դեր կխաղա, էլի։ Ինչ հարցեր ժողովուրդ։ Այսքանն էր իմ նյութը։ Մի քիչ սպասեմ։ Իմ ջանից հիմա տես վարքյաները ցույց չի տալիս ռեկորդինգի, ես շատ վախում եմ, որ գուցե որ կապը սպատեր բանը արել, ռեկորդը նորմալ չի գնացել,
ինչ-որ փոքր հավանականությամբ կարող է ձայնագրություն չլինի, բայց հեսա կտեսնենք։ Ինձ մոտ ցույց է տալիս recording-ը, որ գնում է։ Հա, լավ է, շատ լավ է։ Երևի պլստացինք։ Դե ես վարքյանները չեմ տեսնում, ես պրոստը կասեմ, զմեսի միջև 36-36 դարով։ Մի խոսքով լավ ժողովուրդ, մի 15-20 վարքյանել եմ սպասում, եթե հարց առաջ է։ Ժողովուրդ, տնայինը։ Չեք էլ հիշացնում։ Տնայիննա, ինչքան զարմանալի չլինի, exception-ների թեման։ 12 հատ վարժությունը։ Ու նաև լավ կլինի շուտ վերջացնենք, գաք այս մոդուլներն է անեք։ Այս մոդուլներից էլ ենք խոսացել, ուղղակի ժամանակ չի ասել տնային։ Ու տենց, եթե տենց անեք, շատ ընտիր կլինի, եթե այս երկու բաժինը պրծնեք, շատ լավ է, 24 վարժությունը շատ չի, երևի կհամաձայնվեք։ Մի խոսքով, բռնեք սրանք նայեք, էլի։ Այս կլասներ ժառանգականություններ էր տնային, այսքան 4 բաժին ընդհանուր։ Սրանք, որ լրիվ պրծնեք միատես advanced function-ներն էլ ձեռի հետ կծածկենք, ռեկուրսիան վստահ չէ, կանոնական արտահայտությունները հաստատ չէ։ Այս file system-ն էլ ինքը ուղղակի մի հատ ուրիշ գրադարանի մասին է, glob, pathlib, սրանք են լավ բաներ։ Սրանք եսիմ ավելի լավ բաներ երևի կանեք, սրանք կարեք հենց ինքնուրույն ուղղակի դուք profound-ի նյութով նայեք։